Իսկ ինչ նպատակ է հետապնդում Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Նպատակը ակնհայտ է, չէ՞, հայտարարում են ոչ միայն ռեժիմի փոփոխություն։ Նույնիսկ եթե ռեժիմի փոփոխություն, այլև պետության տեսակի փոփոխության մասին է հիմնականում խոսքը։ Ոչ թե մեկ այաթոլլա փոխարինի մեկ մյուս այաթոլլայով։ Կոչ են անում ուղղակի էթնիկ փոքրամասնություններին դուրս գալ իշխանության դեմ։ Հիմա պատկերացրեք էթնիկ հողի վրա խմորումներ Իրանում։ Ինչի կարող է դա բերել։ 17-ից 20 միլիոն ադրբեջանցիներ եւ այլ ազգություններ եւ մեր հարևան եւ մեր բարեկամ երկիրը։ Սա ուղղակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Ուղղակի սպառնալիք եւ գոյաբանական սպառնալիք է։ Հիմնական նպատակը նաեւ այս գործողությունները եղել է փչացնել հարաբերությունները Իրանի հարևան արաբական երկրների հետ։ Եվ այդպես էլ եղավ փաստորեն, այն երկրները գոնե որոնց հետ քիչ թե շատ հարաբերություններ ուներ, դրանց հետ էլ հարաբերությունները Իրանի հետ մեր հարաբերությունները այդ հողի վրա վատարանա նույնիսկ միջև թշնամանալու աստիճանի։ Մեր թեզը մշտապես որն էր։ Մի հայտնվեք խոշոր պետությունների շահերի բախման կետում։